Ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել են Պաշտպան հայրենիաց ազգային մշակութային հիմնադրամի նախագահ պատմաբան Գագիկ Սաֆարյանին։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք դիտել Նոյան Տապանի Patreon-ում, Facebook-յան եւ YouTube-յան էջերում։ Բարև ձեզ, պարոն Սաֆարյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Պարոն Սաֆարյան, 3 հակակոռուպցիոն դատարանում երկրորդ նախագահը հայտարարեց, որ իր կարգավիճակը ճշտելու համար դիմել է արհեստական բանականությանը եւ ստացել պատասխան, որ իր հետ կատարվող այդ դատական ամբողջ գործընթացը աբսուրդ է։ Եվ այլ երկրում այդ իրավիճակը չէր կարող կրկնվել եւ ավելացրեց, որ ընդհանրապես բարի կամքի դրսեւորում է դատարան ներկայանալը։ Ուզում եմ ձեր կարծիքը լսել այս ամենի հետ կապված, որքանով է դա համընկնում կամ հակասում գործի նյութերի եւ ընթացակարգի օբյեկտիվ գնահատականներին։ Ինքս քանի որ պատրաստվել էի այլ թեմաներով հարցազրույց տալ։ Սա ուղղակի իմանալով, որ դուք շատ ուշադիր նաեւ հետևում եք։ Այո, բայց ես պիտի ասեմ հետեւյալը։ Գիտեք, եւ եկեղեցու հետ կապված, եւ նախորդ երկրի ղեկավարության հետ կապված, ես ասել եմ, եթե հեղափոխությունը կամ 18 թվականի տեղի ունեցած հեղափոխություն ասենք, հայտնի իրադարձություններ ասենք, այս արմատական ցնցումները, այս upheaval-ները իր նպատակին չի հասնում, զուտ չի հասնում նրա համար, եթե եկեղեցու վերադաս խավի հանդեպ պայքարը հետևողականներին չի գնում, եթե կաշառակերության դեմ պայքարում պայքարը հետևողականորեն չի գնում, եթե արդարադատության լծակները հստակ կերպով չեն ներդրվում մեր հասարակության մեջ, եթե ներդրումների հետ կապված չի ապահովում ուրեմն մրցակցային հավասար դաշտ բազմաթիվ ինգրեդիենտներով։ Գալով նախորդ նախագահների հայտնվելը ուրեմն Ֆեմիդայի առջև, ես պիտի ասեմ, որ գիտեք, ես այստեղ էլ կառավարությանը հարցեր ունեմ ասելու։ Այսինքն ինչ է նշանակում դիմել եմ արհեստական բանականությանը։ Արհեստական բանականությունը ինչպես պիտի բացատրի, որ ինչպես եղավ, որ $100 միլիոն հանձնվեց գույք պարտքի դիմացը նվազագույնը 1 միլիարդից ավել գույք։ Լավ, մարտի 1-ի դեպքերը, ինչպես եղավ, լավ, այդ 10 մարդու սպանության համար ոչ ոք պիտի պատասխան չտա։ Այդ թվում է ոստիկանը զոհվելու համար։ Լավ, ոչ ոք չկա այդ երկրում մեկը, կլինի պաշտպանության նախարար, ներքին գործոս նախարար, ազգային անվտանգության ծառայության տնօրեն, երկրի վարչապետ, երկրի նախագահ, լավ, մեկը չկա որ պատասխան տա, ես չգիտեմ, իրավապահ մարմինները այս ինչ կատվածահար կամ ասենք նոնսենսային աբսուրդային գործունեություն են ծավալում։ Լավ, նրանց գործառույթի մեջ կա որևէ մի ասենց improvement, առաջ խաղացում կա թե չէ, ես չեմ հասկանում։ Բայց իհարկե պիտի ասի, ինչպես եղավ, որ մարտիկ ցնցոտիներով եկան հասան Երևան եւ դարձան միլիարդատերեր։ Ինչպես եղավ, որ ասենք արդարադատության համակարգը առնվազն 25 տարի չէր գործում, ոչ թե կատվածահար էր, ես պիտի ասեմ, որ չէր գործում։ Ինչպես եղավ, որ ասենք մեր երկրում կար մինչև 300-ից 400% ստվեր բյուջեի հետ համեմատած։ Ինչպես եղավ, որ ասենք բանակի բնագծերը, պաշտպանական բնագծերը ապահովում էին անվտանգությունը, օգտագործված անվադողերը եւ նաեւ ուրեմն ձկան կամ մսի պահածոնների այդ թիթեղյա տարանները, չէ, այդ տուփերը, թիթեղյա տարանները, այսպես ասենք։ Ես այլևս չեմ ուզում այս հարցերի շուրջը խորանամ, իմ կարծիքս գիտեք, ասել եմ, ինչ մասնակցություն ունեցել այդ անձինք, այդ արարածները Արցախյան ազատամարտի, Արցախյան շարժման ժամանակ, ես այդ մասնակցությունը չեմ տեսել, որ իրենք իրենց ներկայացնում են հերոս, եւ նաեւ ինչ մասնակցություն են ունեցել Հայաստանի ներքաղաքական կյանքում։ Խնդրեմ, հիմա էլ բերել եմ Պողոս Պողոսյանի հետ կապված մի օտարերկրյա ուրեմն ականատեսի են հարցաքննում, ես դա համարում եմ աբսուրդի դաշտից։ Այսինքն կատարվել է սպանություն, այսինքն ինչ է նշանակում։ Դուք համամիտ եք, որ աբսուրդ է, բայց ունեք ձեր գնահատականը։ Այդ աբսուրդի տակ ոչ թե նա արդարացվում է, այլ մեղադրանքներ կան, որոնց պետք է անդրադառնալ։ Ես գտնում եմ, որ ոչ թե կան, ես իմ անձնական կարծիքով նրանք վաղուց պիտի արդեն լինեին բանտախցում։ Այսինքն աբսուրդ է, որ բանտախցում չէ։ Այո, աբսուրդը այն է, որ ոչ միայն նրանք, նաև այն միլիարդատերերը, որոնք այսօր
խոսքս ես նկատի ունեմ դոլարով կամ եվրոյով այդ համարժեքներով եւ նաեւ այն միլիարդատերը, որոնք այսօր առանց ամոթի փորձում են ուրեմն արդարանալ կամ չկմեղանալ կամ չգիտեմ նույնիսկ չեն մեղանչում իրենց արարքների համար եւ մի քանի քաղաքապետներ եւ Պեկի նախագահ եւ ֆինանսների նախարար եւ չգիտեմ ազգային ժողովի նախագահ եւ երկրի նախագահներ եւ երկրի վարչապետներ իմիջիալուց ես պիտի ասեմ որ 1991 թվականից սկսած մինչեւ 18 թվականը Միգուցե պարոն Բագրատյանի հանդեպ մի քիչ վերապահումներով պիտի ասեմ, բայց նա եղել է վայրի սեփականաշնորհման հայրը, որ մի քանի տրիլիոն գումար կամոն են տվել պարզապես, բայց ես պիտի ասեմ, որ Հայաստանի բոլոր վարչապետները եղել են կաշառակերներ եւ կոռումպացված։ Մեկը կարող է եղել է, ասենք 50%, մեկը եղել է 100 եւ ավելի տոկոս։ Եկեք սրանով ես ինքս իմ արժեհամակարգից ելնելով ես ուղղակի ցածր եմ համարում այլևս անուններ շեշտել, ես ցածր եմ համարում այլևս մարդկանց թիրախավորել, որովհետև մեկին գումարած մեկը հստակ կերպով պարզ իրականությունը աներկբա է, որ ովքեր պիտի այսօր ուրեմն դատարանում քաղաքական էնել ճոռոմ հայտարարություններ տան, ես պիտի ասեմ, որ նրանք դատարանում պիտի միայն փորձեն պաշտպանվել իրենց բազում կատարած հանցանքների համար։ Այդ թվում նաև գլխավոր դատախազ, այդ թվում նաև տարբեր նախարարներ, ես այլևս չեմ ուզում ուրեմն դրա մասին անդրադառնամ։ Դե տեսեք հիմա գլխավոր դատախազներից մեկը գտնվում է հետախուզման եւ փախոստի մեջ։ Դուք պատկերացնում եք այդ նույն տվյալ անձի, տվյալ արարածի ուրեմն գործառույթը իրականացնելու ժամանակ մի քանի հոգի լինեին փախոստի կամ հետախուզման մեջ, ինչպիսի հայտարարություններ կաներ նա։ Եվ դեռևս ես պիտի ասեմ, որ կեցեք եւ արտարադատության նախարարը եւ գլխավոր դատախազը եւ էլի մեր ուժային կառույցների շատ ղեկավարներ, որոնք իրենք ստոկ word-ը բառամթերքը օգտագործում են շատ չափված ձևաց։ Այլ բան խնդրում եմ ես այդ հարցերով այլևս չանդրադառնամ, որովհետեւ իմ կարծիքս էլ պարզ է, եթե բանակի գումարը պիտի լափեն, եթե պետության բյուջեն պիտի լափեն, կներեք արտահայտությանս մայր տաճարի կամ մի քանի եկեղեցիների ներսը այնպիսի պաստառապատված է, այնպիսի մռամարով է սարքած, բայց գնում նայում ես, տեսնում ես Գայանեի գերեզմանատունը, Հռիփսիմեի գերեզմանատունը, տեսնում ես, որ այնտեղ մամրակալած է մեր հայ սրբերի, եթե ոչ սրբերի, ապա ամենայն հայոց կաթողիկոսների 10-20 ավելին, ուրեմն դրանց գերեզմանակարերը աղբակույտի է վերածվել։ Ես ուղղակի նողկանք եմ ապրում եւ փոխանակ այսքանից հետո իրենք հետեւություններ անեն, օր առաջ Կտրիչ Ներսյանը լքի Մայրաթոր Սուրբ Էջմիածինը իր ուրեմն մանգլավիկներով, իր դրածոններով, իր հանցակազմով այլևս փորձում են նաև պետության դեմ նոր մեթոդներ կիրառեն պայքարի եւ իշխանափոխության կամ դավադիր գործելակերպի համար։ Ես էլ այսելիք չունեմ։ Ամեն դեպքում մենք ժամանակ առ ժամանակ անդրադառնում ենք, որտեղ ձեր կարծիքը սպասում է հանրությունը դրա համար։ Ես չեմ ուզում կներեք, ես ինձ ցածր եմ համարում։ Ես ինքս տեսել եմ, տեսեք, վերջերս ես այսօր ուզում եմ ձեզ ցույց տայի, երեք իմ ընկերս ուղարկել է մի ֆիլմից կտոր Արցախյան շարժման վերաբերյալ օպերայի վերևի հարթակում թատերական ազատության հրապարակում կանգնած են Գեսու Սիլվա Կապուտիկյանը, դες բավական երիտասարդ 27 տարեկան եւ բոլորը դա են ուղարկում, գիտեք Արցախյան շարժումը ու գրում են, որ մենք հաշտ էինք ապրում, այս զոհերի բան եւ այլն։ Արցախյան շարժումը 88 թվականի մայիսի 31-ին այնպես են գափոխվել, այնպես է այլասերվել, խեղաթյուրվել, որ սա նրա այն ժամանակին ենք մենք նկատում կռահում սրա վախճանը, երբ որ մենք առաջ քաշեցինք անվտանգության գոտիների, Հայաստանի հետ ինտեգրացիայի ավելի խորացման, մշակույթի զարգացման, ազգային բանակի կազմավորումների ստեղծման խնդիր, ասեցին ոչ, նույն Լևոն Տեր-Պետրոսյանը սկզբից պայքար մինչև վերջ, միացում եւ այլ, այնպես որ դրա մասին կանդրադառնանք հաջորդ մեր հանդիպումների ժամանակ ես կբերեմ այդ պատկերը ցույց կտամ եւ ես կասեմ, որ մեր արժեհամակարգը ոչ միայն մեր, այլ նաեւ իմ նման շատ-շատերի ինչ է նշանակում, երեք ես նաեւ ցավում եմ, որ չկարողացա
նախորյակին Լեոնիդ Ազգալյանի հիշատակի հետ կապված ես տուրք մատուցելի Շիրիմին այսօր էլ այո երկուսի հետ էլ ընկերություն եմ արել շատ փառահեղ կերպով ափսոսում եմ հազար ափսոսում եմ թող նրանց պայծառ հիշատակը ձեր եթերից եւս մեկ անգամ վառ մնա մեր ժողովրդի հուշերում հազարամյակներ շարունակ եւ այս մարդիկ են եղել որոնք իրենց մտածելակերպով եւ իրենց գործնեությամբ փորձել են ամեն կերպ Արցախը պահել հայկական ինչպես որ եղել է ի սկզբանե հիմա այլ բան ինչ չի մնում ասել որտեվ հարցազրույցի ձևաչափը կարծեմ թույլ չի տա մենք ծանրանանք այդ հարցերի շուրջ անդրադառնում ենք Արցախին եւ արցախահայությանը որտեվ դուք հիմա այդ խնդիրներով եք արցախահայության զբաղվում այնպես որ չենք կարող շրջանցել Պարոն Սաֆարյան ամեն դեպքում մենք կհետևենք այդ դատավարության գործընթացներին եւ հիմա խոսենք ներկայումս ինչ է կատարվում Հայաստանի ներսում արտաքին դիվանագիտություն Նիկոլ Փաշինյանի Ղազախստան այցը ինչպես է գնահատում Գիտեք ես համոզված եմ որ այդ այցը եթե բացասական որևէ հիմքեր չունի միայն այդքանը հերիք է եւ չունի գալով դրականին հերանեկարային առումով ռակուրսի մեջ ես չեմ տեսնում որևէ վատ բան եթե կլինի տնտեսական համագործակցության բազում պահեր ինչ է նշանակել իսկ ով է ասել որ մենք պիտի ապրենք բնապահպանության կամ նատուրալ տնտեսության շրջանակներում ով է ասել որ Ղազախստանը մեզ չի կարող թեկուզ հացորեն 4-րդ կարգի թեկուզ նու ռազմա մի քիչ խոսքս ուզում եմ ճիշտ հասկանանք նաև գործընկերներ շատ հարցերում մենք ունենք այսօր ասենք բազմաթիվ մահմեդական երկրներ արաբական աշխարհում Եգիպտոս ու այլևս չեմ խոսում Լիբանանի մասին էլի երկրներ որոնք ասենք իրենց մեղմ ասած շատ բարյացակամ են մեր հանդեպ ես կարծում եմ որ պիտի կայուն անկնակար դրվի հայ-ղազախական հարաբերությունների ինչ խոսք առաջին հերթին տնտեսական զարգացման տնտեսական փոխշահավետ համագործակցության համար Այլ բան ես ասել չեմ կարող, որովհետև կարծում եմ, որ հազիվ դա կլինի իր մեջ կներառի միգուցե ընթացքում Միջանցքի հետ կապված եւս կարող է այլ ուրեմն տրամաբանության մեջ այս քննարկումները ծավալել Նկատի ունեք, որ իրենք ակնարկում են հենց թուրքական նավահանգիստներ դուրս գալու այդ Իհարկե, ինչի մասին է խոսքը, դրա համար ասում եմ ավելի լավ է ես ավելի կոնկրետացնեմ Այնպես որ մենք պետք է ավելի շատ աշխատենք։ Մենք ունենք տնային Ես կարծում եմ, որ այո, մենք ունենք տնային աշխատանք, ոչ միայն նաև Ղազախստանի հետ կապված, նաև միջինասիայի երկրների հետ կապված։ Իսկ Նիկոլ Փաշինյանին ինչպես ընդունեցին այդ արարողակարգերը այդ Գիտեք, հիմա եթե Նիկոլ Փաշինյանին ասում է բանը փողոցներից մեկը կենտրոնական կոչվեց Մաշտոցյանով, ասում է մնար բանը կտրեր, չէ, երիզը կտրեր Տեսեք, եթե Նիկոլ Փաշինյանին այնտեղից շատ վատ ընդունեին, մեր ընդդիմությունը կհոխորտար, կոռնար, այս բառն եմ ասում, որ Փաշինյանին բանը տեղ չընդրել վատ են ընդունել։ Հիմա այդ մարդուն վարչապետին լավ են ընդունել, սրերով են դիմավորում։ Ինչ կապ ունի այդ Պարքևը եւ այլը, կամ ինչ կապ ունի Մաշտոցի անվան փողոցը մայրաքաղաք Աստանայում, չէ՞։ Ուզում ասեմ, սրանք այն բաներն են ընդդիմությունը անընդհատ չէ, այդ անգլերեն ոնց է կոչում այդ fault finder-ներ, էլի fault finding, այդ որ ման են գալիս կռիվ գտնեն ու կռիվ անեն, մի բան գտնեն, սենց էլի կռվարար, կռիվ մանեկողներ, էլի։ Ես կարծում եմ, որ շատ լավ ընդունեցին, ընդհակառակը եթե ուզում եք իմանալ, դիվանագիտական հարաբերությունների էտիկետը խստի պահպանված մի բան էլ բարձր։ Իսկ Մոսկվայի այդ ոգևորությունը, մեր ոգևորությունը Ես կարծում եմ Ռուսաստանի արձագանքները այսօր ավելի շատ գալիս է նախ իրենց մեղքերի առումով եւ գալիս է իրենց չար նախանձի առումով եւ գալիս է իրենց ուրեմն աստես խանդի առումով Ես պիտի միայն այդ դաշտում նայեմ, որովհետեւ ինքը Ռուսաստանը այսօր պիտի ասեմ շատ հարցերում պարզապես անկարող է Անկարող է պլյուս նրանց
կասերապաշտական, վելիկարուսական, ավելի ճիշտ ասեմ, շոունիստական գաղափարախոսությունը եւ գետնի վրա նրանց գործելակերպը թույլ է տալիս ասելու, որ Ռուսաստանը դեռևս շարունակում է ոչ միայն մեր ժողովրդի հանդեպ, այլև Հարավային Կովկասում, ինչի չունեի Միջին Ասիայում ոչ կառուցողական քաղաքականություն, դեստրուկտիվ։ Այնպես որ մեր տնային աշխատանքը ունեն կատարելու եւ այստեղ կարող ենք անդրադառնալ, որ թուրքալեզու փաստորեն պետությունների հետ է այս մեր համագործակցությունը սկսվում եւ ինչու պետք է մենք զգուշանանք, պարոն Սաֆարյան։ Ասեք, 1-2 օր առաջ աշկիս թերթում անց էի կասնում հեռախոսը, YouTube-ը եւ Facebook-ը, գիտեք, ասում են, եթե մենք լինենք Բելգիայի եւ Նիդերլանդների տեղը, դե ավելի գերադասելի է լինել, ասենք Ջիբրալտարի, այդ Rock State-ը, որ ասում են, կամ ասենք Պորտուգալիայի տեղը, չէ, ասենք Ատլանտյան օվկիանոս, չէ, այնտեղ էլ ասենք այդ անգլիական ծով եւ այլ Ես դրան չեմ անդրադառնում։ Ասում եմ, եթե պարոն Սևակը մի հանճարեղ բան, եթե ազգը չի ուզում ինքնասպանվի, նա չի կործանվի։ Այնտեղ էլ ուրիշ խնդիրներ կան։ Եկեք մենք ուրեմն ռեալ իրականությունից չկտրվենք, երազանքներով չապրենք եւ ունենանք մեր հստակ ազգային ծրագիրը, տերեր չբնտրենք, մեր տեսլականը կարծում եմ մեզ կարող է տանել ճիշտ ռազմավարության դեպքում մեր քաղաքական նավը կարող է երբեք չխորտակվել։ Քանի որ մեր մասին ենք խոսում, մեր ամրանալու մասին ենք խոսում, պարոն Սաֆարյան, Հայաստանը կարող է դառնալ այս տարածաշրջանում արհեստական բանականության հանգույց։ Այս իրադարձությունը ինչպես է գնահատում, մեր կազմակերպությունների մասին է։ Մի քիչ խորացել եմ ճիշտ ասած, քանի որ իմ ոլորտը չի, գիտեք, այո, երբ որ տարածաշրջանի մնացած երկրների հետ համեմատում ենք եւ արտասահմանյան արձագանքը, արտերկրի արձագանքը մեծ պետությունների, ոչ թե մեծ պետությունների, մեծ կազմակերպությունների IT ոլորտի արհեստական բանականության, ես կարծում եմ, որ մոտ ապագայում այն գումարները, որ ասում են $500 միլիոն համարժեք, 1.5 միլիարդին համարժեք դրամ, ես կարծում եմ, որ 26-27 թվականի ընթացքում այդ գումարները կրկնապատկվելու են եւ եռապատկվելու են, որովհետեւ տեսեք, մեր երկրում հիմա արհեստական բանականության առումով, IT ոլորտում, լեզուների իմացության առումով եւ ինչու՞ չի նաեւ ասենք բիզնես գործունեության դաշտի առումով շատ լուրջ հեռանկարներ կան, Քանի որ ռազմավարության առումով կդժվարանամ ավելի մանրամասն խոսել, բայց ես գտնում եմ, որ այդ գումարները, որ հիմա ասում են, այսքան պիտի ներդրվի, ես կարծում եմ, որ սրանք շատ շուտով կրկնապատկվելու են եւ եռապատկվելու են, այնպես որ Հայաստանը գումարի կարիք չի զգալու։ Նույնիսկ եթե իշխանությունները չփոխվեն կամ փոխվեն, ես կարծում եմ, սա իշխանության հետ կապված չի, որովհետեւ մենք ունենք ինչու՞ չի իշխանության հետ կապված։ Դուք պատկերացրեք 18 թվականի մեր էլեկտրոնային IT կամ արհեստական բանականության ստեղծագործողների կամ այդ ոլորտը, այդ դաշտը պատկերացրեք մինչև 18 թվականը եւ հիմա։ Տեսեք, քանի անգամ ենք մեր թռիչք ապրել։ Բա ինչ կառավարությունը գործ չի արել այդ ուղղությամբ։ Էկոնոմիկայի նախարարությունը, տեխնոլոգիաների նախարարությունը, ֆինանսների նախարարությունը, կառավարությունը այդ ուղղությամբ գործ չեն արել, բա։ Բայց մրցակցային դաշտը ինչպես է ստեղծվել ներդրումների, ասենք ապահով, չգիտեմ, ընդ որում բավականին շատ ախտություններ տվեցին եւ այլ Հայաստանում տնտեսության մեջ եղել է երկու կարևոր բան։ Ուրեմն առաջինը ատկատները, երկրորդը փայ մտնելը։ Հայաստանի տնտեսության թիվ 2 բաղադրիչները, ինգրեդիենտները 1991-ից մինչև 2018 թիվը արտահայտված է եղել ցցուն կերպով, ասենց վառ ալ կարմիր ձևով երկու կարևոր երևույթ, մեկը փայ մտնելը, մյուսը ուրեմն ինչ ասացի, ատկատները։ Պարոն Սաֆարյան, քանի որ չեն կարող չանդրադառնալ ռուս-ուկրաինական պատերազմի այս դադարեցման հետ կապված իրադարձություններին, որովհետև ամեն դեպքում մենք էլ ենք զգում այդ ամենը մեր մաշկի վրա, որքան էլ պատերազմը մեզ մոտ չէ, բայց եւ հետևանքներն ենք պատկերացնում։ Այո, եթե իրականությունից չկտրվենք, ես պիտի ասեմ հայ ժողովրդին, մեր ժողովրդի համար, ինչքան պատերազմը շարունակվեր, այնքան մեր ժողովրդի համար ավելի ձեռնտու կլիներ։ Որտեղ Ռուսաստանը ժամանակ չեր ունենա իր դիվային ոչ կառուցողական
քաղաքականությունը կամ մտածելակերպը կամ գետնի վրա իր գործողությունները թելադրեր տարածաշրջանում, ոչ միայն Հայաստանի հանդեպ տարածաշրջանում։ Այսօր գաղտնիք չի, որ Ադրբեջանն էլ է որոշակի առումով հրահրման առումով, սանձազերծման առումով, սադրանքի առումով Ռուսաստանի ձեռքին գործիք։ Այն դեպքում, երբ որ փաստորեն ռուսական գազի կամ վառելիքի բազում տեսակներ, սալյարկան, բենզինը, գազը եւ այլը, ինչ որտեղ նաեւ փայտամշակ այդ ոլորտը արտահանվում է Ադրբեջանի միջոցով։ Ես կարծում եմ, որ մեր ժողովրդի մի քիչ ես միգուցե վատ բան ասեցի, հա։ Վատ ենք ասում, որտեղ պատերազմը այդտեղ շարունակվում, մի քիչ ոչ ընկալելի ասացի, հումանիստական առումով չէ, բայց ես կարծում եմ, որ Ռուսաստանը պիտի անընդհատ զբաղված լինի իր անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներով, այսպես ձևակերպեմ, չէ։ Այսինքն այնքան մտածի մասին, որ մոռանա շատ մեր դեպքերում մասին։ տեսեք, չէ, ասենք մեկը նախկինում հիշում եք մի 30-40 տարի առաջ, եթե մեկ ունենում էր աչքի հետ կապված առողջության խնդիրներ, ասում են համարյա քոռա, թեկուզ եթերից էին ասում համարյա կույր, կամ համարյա կաղա, բայց հիմա ասում ենք ոտքի հետ կապված կամ չէ, աչքերի տեսողության հետ կապված կարծեք թե բարդություններ ունի, հա։ Հիմա ես պիտի այդպես ձևակերպեմ, Ռուսաստանը պիտի ունենա անընդհատ անվտանգության լուրջ բարդություններ։ Նա պիտի լինի միշտ կոլապսի մեջ, անվտանգության առումով, տնտեսության առումով։ Բայց ես պիտի ասեմ հետևյալը, եթե ռեալ իրականությունից չեն կտրվում, ավելի քան 10 տարի է, ինչ Ղրիմը համարում է Ռուսաստանի մաս, այլևս չեն խոսում, ամբողջ բանկերը միացված է ռուսական բանկային համակարգին, Լուգանսկի եւ Դոնեցկի մարզերը կամ Արևելյան Ուկրաինան չէ, ամբողջովին համարվում է Ռուսաստան, այնտեղ չեն կարող ասել գործակալական ցանցի շնորհիվ, որովհետեւ բնակչության 90%-ը եւ ավելին ռուսներեն չէ, կարծեմ շուրջ 10 միլիոն չէ, դե եթե հաշվենք, որ ավելի քան 8 միլիոն էլ ռուսապատերազմից սկսվան պահից դուրս են եկել, բռնել են Եվրոպայի եւ Ամերիկայի ճանապարհը, ապա այսօր Ուկրաինան կունենա հազիվ 30 միլիոն բնակչություն։ Եվ կարծում եմ, որ սա լավագույն լուծում անվանել չեմ կարող։ Ես այդ 28 կետերին ծանոթ եմ, սա կարելի է համարել չարյաս փոքրագույն։ Գոնե պատերազմի ավարտը նշվարվում է։ Ես կարծում եմ Զելենսկին ինքը քանի որ վերջերս մտել է ճչացող աղաղակող անարդարությունների մեջ կապված կոռուպցիոն, այսպես ասած crime injustice, կոռուպցիոն լուրջ բաների մեջ, ցետնոտների մեջ, ես կարծում եմ Զելենսկին կպարտադրեն, որ ինքը գնա այդ քայլին, այլ բան չի կարող լինել։ Դե գիտեք, եթե ինքը չունի այդ ներուժը, ռազմական տեխնիկայի եւ ֆինանսի եւ տնտեսության առումով ինքը չի կարող Ռուսաստանի թեկուզ 3 օր շարունակել պատերազմը։ Անարգել կերպով կմտնի Կիև ռուսները։ Մյուս կողմից էլ սա Ռուսաստանի Դաշնության քթի մեծարված եղավ, որովհետեւ իրենք ասացին պատերազմը սկսվելուց 4-րդ օրը, չէ 3 օր անց 4-րդ օրը մենք կդիմավորենք պատերազմը Ուկրաինայի մայրաքաղաքում։ Կան լուրջ խնդիրներ, ես կարծում եմ, որ Թրամփն էլ չի վռազել այս հայտարարության համար եւ կարծում եմ, որ ասել, որ սա Ռուսաստանի համար հաղթանակ է, այս նույն պայմանները Ռուսաստանը ունեցել է ավելի քան 10 տարի առաջ։ Պարզապես դե յուրե պրոտոկոլին հանձնած չեն եղել միջազգային առումով։ Եվրոմիության ներկայացուցիչները կարդացի Կալասի հայտարարությունը, կարդացի նաեւ Գերմանիայի կանցլերի հայտարարությունը, կարծում եմ պիտի complete fact, հա, կատարված իրադարձություն չէ, պիտի կատարված իրողության հետ հաշվի նստեն եւ ասել, որ սա Ռուսաստանի համար հաղթանակ է, ես այդ կարծիքին չեմ, ընդհակառակը Ուկրաինան հնարավորություն կունենա։ Ուկրաինան նույնիսկ այս տարածքային զիջումներով էլ համարվում է Եվրոպայի ամենամեծ երկիրը տարածքային առումով, չհաշված Դանիան, որի դե գիտեք, ավելի քան 2 միլիոն քառակուսի կիլոմետր զբաղեցնում է Գրենլանդիա կղզին, Այս է ամբողջ խնդիրը, ուկրաինական թնջուկը համենայն դեպս տեսանելի չէ, լուծման ուկրաինական թնջուկի լուծումը մոտ ապագայում տեսանելի չէ, ես կարծում եմ, որ կարող է լինել ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակ եւ առավել եւս գալով նրան, որ չպետք է նաեւ մատի փաթաթան սարքել Ուկրաինայի նոր նախագահական ընտրությունները, որտեղ գիտեք, որ
պատերազմական երկրի համար ընտրություններ անցկացնելը այդքան էլ հեշտ չէ, ոչ է շահեկան է, իմանալով որ խորհրդարանը օրինական կերպով սահմանադրական ճանապարհով կարող է երկարացնել ուրեմն նախագահի սահմանադրական լիազորությունները, նույնիսկ մեր հայրենի Արցախի հանրապետությունում չճանաչված 2017 թվականին այդ լիազորությունները երկարացվեց, բայց նա այլ դաշտից էր, որովհետև Արցախի ղեկավարությունը եւ Հայաստանի ղեկավարությունը արդեն Ղարաբաղին վերաբերվում են ոչ որպես ինքնիշխան կայացած պետության, այլ վերաբերվում են որպես բախճայի, բանջարաբոստանայի մի մեծ այգու։ Պարոն Սաֆարյան, դուրս գանք կարճատև գովազդային դադարի եւ ուզում եմ այսօր մեր հաղորդման ընթացքում նաեւ լսել ձեր կարծիքը քաղաքասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցերը Բաքու եւ Երևան եւ դրա հետևանքները ինչպիսին եք պատկերացնում եւ ընդհանրապես այդ ամենը ինչի մասին է խոսում եւ ուր է մեզ տանելու։ Սիրով։ Հարգելի հայրենակիցներ, այժմ գովազդային դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը, հետեւեք խնդրեմ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուլբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Ասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ իմ հյուրն է պատմաբան Գագիկ Սաֆարյանը։ Պարոն Սաֆարյան, նոյեմբերի 21-ից 22-ը խաղաղության կամուրջ նախաձեռնության շրջանակներում հայ 5 անդամներ քաղաքացիական հասարակության բախվում էին։ Վերադարձից հետո ասուլիս ունեցան, հարցերի պատասխանեցին, ձեր տպավորությունները։ Դե տեսեք, հիմա ես ինչքան որ ուզենամ ներկայացնեմ
դրական դաշտում, էմոցիոնալ դաշտում ես պիտի նաև բավականին խութեր կան, որ ասեմ, որովհետև Հաջիևի ուղերձները հենց իրենք բերեցին Երևան։ Մեկ ամիս առաջ էլ Ազերի ուրեմն մեդիա դաշտի կամ նյուզի ներկայացուցիչները եղան Հայաստանում եւ պիտի ասեմ, որ սա պլանավորված հանդիպում էր Բաքվում եւ ողջավորության առումով ոչինչ չեմ կարող ասել, որ սա պիտի չլինի, եթե չլինի ավելի լավ կլինի, ես դա բացառում եմ, որովհետև ավելի լավ է թեկուզ մեդիա դաշտում թող այդ նեգոշիեյթերների, բանակցողների, չէ, ասենք այդ քաղաքասարակության ներկայացուցիչները անընդհատ պիտի կապի մեջ լինեն։ Ես ոչ թե կապի մեջ, այլ պիտի անընդհատ երուզերի մեջ լինեն իրենց գործը։ Դες մեկ խոսում են Արևմտյան Ադրբեջան հասկացողությունից, մեկ խոսում են Հայաստանի անկախ հանրապետության սահմանադրության փոփոխությունից։ Մեկ խոսում են Սևանին գյուղ չանվանելուց, իդեպ բանը Արեգը Քոչինյան շատ լավ բան ասեց ռուսական քարտեզներում է Սևանը գրված գյուղ չա։ Ռուսական քարտեզներում նաև Սևանը գրված է Ելենդովա, Ելենովկա եւ այլ, այսինքն ուզեմ ասեմ, որ թող այդպես ցեղ շպրտեն, ասեն, չնայած ես ձեզ մի անգամ բարձաբանումների հաղթակ է սա։ Չնայած ես ձեզ մի անգամ ասել եմ, որ տոպոնոմիկայի առումով ես կարող եմ ընդարձակ հարցազրույց տալ, ասել որը թվին է, որը դարձյալ խոսում է հոգուտ մեզ, նրանք ընդհանուր բոլորը պիտի ձայնազուրկ լինեն տոպոնոմիկայի առումով, որովհետև մենք ունենք այնպիսի անուններ Ադրբեջանում, մինչև այսօր էլ Բաքվից սկսած, չգիտեմ, Շեմախի շրջանի գյուղերից սկսած, Մադրասայից սկսած, Բեգում Սարովից սկսած, մինչև մեր Արցախի, որ ամեն մի գյուղի անուն, մի պոեմի, մի վեպի անուն էր։ Բայց սա այլ հարց է։ Քաղաքասարակության ներկայացուցիչները կարծում եմ իրենց ձեռքից եկածը, իրենց հնարավորությունների սահմանում աշխատեցին։ Հատկապես գերիների բարձրացրեցին մեր պատանդների թույլ տվեք, ես միշտ ասեմ պատանդներ։ Հա։ Ես դա այդպես պետք է ասեմ։ Ես նկատի չունեմ այն, որոնք կան նաև այլ ոլորտից, ես նկատի ունեմ այս 8-9 հոգին, դրանք պատանդներ են, այլ բան լինել չի կարող, որոնք ընդամենը պայքարել են իրենց երկրի կամ մեր երկրի Արցախի հանրապետության վաղվա օրվա համար, այլ բան է, որ նաև ունեցել են նաև ձախողումներ եւ ուրեմն սայթակումներ եւ եղել են շատ դեպքերում խոցելի, բայց սա այլ դաշտից է։ Գալով այդ գործունեությանը հատկապես խաղաղության խաշմերուկի շրջանակներում ինչ խոս ես բացարձակապես դրական եմ համարում այդ այսը, բացարձակապես այո Արցախի հանրապետության կործանումը, Արցախահայերի վերադարձը, ինչու՞ չի նաև 700,000 հայ ժողովրդի վերադարձը Ադրբեջանի տարածք, ինչու՞ չի նաև Սումգայիթի ցեղասպանության խնդիրը, ինչու՞ չի նաև Բաքվի կոտորածները, Մարաղայի, Գանձակի կոտորածները եւ այլը, սրանք երբեք չպետք է մոռացության տալ։ Նկատի ունեք, որ հենց այս նախաձեռնության շրջանակներում հետագայում ես կարծում եմ, որ այս նախաձեռնության շրջանակներում 5 տարի հետո կլինի, 10 տարի հետո կլինի, ոչ ուշ ապագայում սրանք հանվելու են ջրի երես եւ սա շատ բարձր արձագանքներ է գտնելու ոչ միայն հայ-ադրբեջանական հարաբերություններում, տվյալ պահին քաղաքասարակության կամ մեդիա դաշտի ներկայացուցիչների ֆորումի շրջանակներում, այլ ավելի շատ adekvat կերպով քննարկվելու Եվրոմիության եւ Միացյալ Ազգերի կազմակերպության ամենաբարձր հարթակներում ընդཐུպ հասնելու մինչև առաստաղի այդ կազմակերպությունների, բայց խնդիրը սա չէ։ Ես կարծում եմ, որ այս պարագայում ամենակարևորը մեղմացնելն է լարվածության։ Կարծեք թե գնում է լարվածության մեղմացում, եւ դա առաջերտին ես պիտի վերագրեմ Միացյալ Նահանգների եւ Եվրոմիության գործունեությանը, որտեղ մենք ուղիղ 1 տարի 8 ամիս է սահմանին չունենք կրակոց։ Նկատի ունեմ 2024 թվականի մարտի 28-ի ներքին հանդի դեպքերից առ այսօր մենք սահմանին չունենք կրակոց։ Ինչ խոսք երկրներ կան, որոնք իրենց գործակալական ցանցի միջոցով, որոնք երբ ապարգևատրվում են այդ գործակալական ցանցի ներկայացուցիչները, ես նկատի ունեմ հայ առաքելական Սուրբ եկեղեցու Մոսկվայի եւ Նոր Նախճեվանի թեմի առաջնորդ Եզրաս Սրբազանին, ես նկատի ունեմ Հայաստանում ուրեմն
տեղակայված, դիսլոկացված 5-րդ շարասյան կամ գործակալական ցանցի բազում ներկայացուցիչների, որոնք անընդհատ սնվում են, ոչ միայն սնվում են, որոնք փորձ են անում ամեն կերպով Ռուսաստանին եւ նյութական շահագրությունները եւ այլ միջոցները բերել ներքաշել Հայաստանի ներքաղաքական դաշտ, դե մի բան ասում փառտանք, որ կարծես թե Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի պարագայում ռուսական ազդեցության ցանցը եւ ռուսական քաղաքական վերնախավի հենվելը կարծեք թե եթե իջիկ չի դարձվել, թուլացել է, որտեվ թիմ 1 պլանում հայտնվել է խոշոր գործարար Սամվել Կարապետյանը պատիվ ինչա կոչում մեր ձևով շարժման շրջանակներում մանրամասների հետ կապված մշակութային հուշարձանների եւ մեդիա դաշտի փոխադարձ ուրեմն վիրավորանքների, զսպումների այս առումով ես գտնում եմ, որ պրոգրեսիա լինելու է այս առումով ես գտնում եմ, որ լինելու է պրոգրեսիա, անպայման լինելու է առաջընթաց advantage լինելու է պարտադիր կերպով, բայց ես կարծում եմ, որ սա առաջին հիմքերն է, ինչպես ասում են, այդ առաջին ինքնաթիռը որ գնաց, թե այդ maiden fly, այդ թռիչքին այդպես են ասում, հուսանք, որ դա եւս կնպաստի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը եւ անվտանգային նոր համակարգերի կիրառմանը։ Բայց ես պիտի ասեմ, որ մենք ինչքան շատ փորձենք կիրարկելի դարձնել օգոստոսի 8-ի հռչակագիրը եւ դրանից բխող ես տեսնում եմ փոխադարձ այցելություններ Միացյալ Նահանգներից այստեղ, Եվրոմիությունից այստեղ եւ անընդհատ փորձում են զտել այն երկրորդականները եւ առաջին պլան մղել ուրեմն կապուղիների լոգիստիկ խնդիրների ուրեմն ախոչնդոտ ուրեմն անարգել աշխատանքները փոխադարձ կերպով եւ ես գտնում եմ որ նաեւ ինչու՞ չի նաեւ եթե երկու անգամ եկավ կարծեմ հացահատիկի պաշարների երկաթգծով առաքումը Հայաստան երկու անգամ տեղի ունեցավ, ապա կարծեմ երեկոյան էկոնոմիկայի նախարարը Շանթին տված հարցազրույցում Շանթերստանգերությանը շեշտեց, որ սա շարունակական է լինելու եւ ասեց, որ նաեւ սա ոչ թե 4-րդ կատեգորիայի հաց է, հացամթերք է, այլ սա 3-րդ կատեգորիա է եւ ասեց այն մարդիկ, որոնք ասում են սա անասնակեր է, հենց այդ մարդիկ էլ Երևանում վաճառված հացից օգտվել են։ Ես չեմ ուզենա մտնեմ 5-րդ շարասյան եւ ուրեմն գործակալական ցանցի տրամաբանության մեջ եւ ես պիտի ասեմ, որ հայ-ադրբեջանական շփումներից ներկայումս այդ մակարդակով ես կարող եմ 5-րդ շարասյանը բաժանել երկու մասի եւ գործակալական ցանցին։ Մարդիկ, որոնք չեն հասկանում պարզապես ապուշներ են, քաղաքական միգուցե բառը մի քիչ խիստ եղավ, համենայն դեպս անհասկացողներ են եւ մարդիկ, որոնք ինչը լինի անընդհատ կուզենան սպիտակը ներկայացնել սևի փոխարեն։ Այլ բան այստեղ ես չեմ տեսնում, ինչ խոսք մենք ունենք շատ ծանր վերքեր, չսպիացած ես կրկին ու կրկին գլուխ պիտի խոնարհեմ մեր բոլոր զոհվածների համար, հատկապես վերջին 2020 թվականի 44 օրյայի նաեւ Արցախայերի բռնագաղթի այդ պայթյունի հետևանքով եւ մեր սահմանային միջադեպերի հայ-ադրբեջանական, բայց ես պիտի ասեմ, որ նշմարելի է թունելի վերջում տեսնել լույսը հայ-ադրբեջանական հարաբերությունների եւ կարծում եմ, որ դիվանագիտական առումով մեր բանակցողները լուրջ խնդիր ունեն անելու եւ կարծում եմ հարցերը պիտի զանազանել, հարցերը պիտի բաղդատել։ Մենք էլ կփորձենք խնդիրներ, որոնք ռազմավարական են լինելու ապագայի համար, խնդիրներ, որոնք հիմա պիտի անպայման վեր բարձրացվի եւ սրան պիտի անպայման հետեւի, ինչու՞ չի նաեւ հայ-թուրքական սահմանի բացումը, որովհետեւ տեսեք, արտգործնախարար Թուրքիա Հանրապետության արտաքին գործոստ նախարար Հական Ֆիդանը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ պիտի ստորագրվի պայմանագիրը, որ բացվի, բայց արդեն Ադրբեջանը երկաթուղային ցանցի մեջ է մեծ տվել է այդ
Եվ կարծում եմ, որ այստեղ էլ մեր դիվանագետները ունեն ասելիք, բայց ես մի բան պիտի ասեմ, որ առաջնահերթ կերպով Հայաստանի կառավարությունը պետք է շատ թափանցիկ եւ հստակ աշխատի, եւ մեր ժողովրդին պետք է լուրջ պարզաբանումներ տա։ Պարզաբանումներ պետք է տալ հատկապես արցախցիների վերադարձի տվյալ պահին անհնարինության հետ կապված։ Այո, կարող է կառավարության ղեկավարը կամ համապատասխան գերատեսչությունները կառավարության ներկայացնեն ամենաբարձր մակարդակով միջազգային Միացյալ Ազգերի կազմակերպություն, Եվրոմիության տարբեր ուրեմն հարթակներ, Եվրոխորհրդարանի, բայց ես գտնում եմ, որ այս պահի դրությամբ սա ոչ թե վնասակար է, այլ անիրագործելի է։ Ավելի լավ է կառավարությունը կենտրոնանա Հայաստանի Հանրապետությունում արցախահայերի սոցիալ-տնտեսական, արցախահայերի թեկուզ ասենք համատարած կոմպակտ խիտ բնակեցված վայրերի ստեղծման ուղղությամբ, համայնքների պահպանման համար։ Եղավ համայնքների, ես ձեզ մի անգամ ասել եմ, որ Արցախը մեր գենոդարանն է, եւ գիտեք, որ ես չեմ սխալվել, առաջ գնալով նաեւ ձեզ մի անգամ նաեւ ասել եմ, որ ուկրաինական պատերազմը նաեւ հատկապես Ուկրաինայի կողմից նաեւ ամերիկացիների եւ Եվրոմիության օգնությունը նաեւ փող լվանալու լավագույն տարբերակներից մեկն է, կարծեմ այդտեղ էլ չեմ սխալվել, որովհետեւ Ուկրաինայում կան բազմաթիվ արդեն փող լվացող մեքենաներ եւ չորացրել են արդեն այդ փողերը եւ ես պիտի ասեմ, որ նաեւ արցախահայերի հետ կապված ես լծվել եմ արդեն նաեւ շատ պատկան կազմակերպությունների, այսպես ասած, դրական բարի վերաբերմունքի շնորհիվ ես լծվել եմ, որպեսզի մեր արցախահայերի հետ կապված խնդիրները լուծում ստանան, քանի որ նրանք արժանի են։ Ինչ խոսք ես կուզենամ նաև, քանի որ ես էլ եմ հարցազրույցներ տալու ձեզ, ընթացքում ես իմ կոնտակտային բոլոր տվյալները եւ հասցեները կասեմ, որպեսզի փորձեմ ինչպես որ իմ կյանքի ավելի քան 70%-ն եմ նվիրել այդ գործին, այս անգամ կփորձեմ նորից օգտակար լինել, այս անգամ ավելի մեծ չափերով։ Շնորհակալություն եմ հայտնում, պարոն Սաֆարյան, այսօր մեր հաղորդման ժամանակը մոտեցավ ավարտին։ Հետևենք զարգացումներին, հարկ լինելու դեպքում նորից կհանդիպենք այս տաղավարում եւ կլսենք ձեր մեկնաբանությունները։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։